Ազատականություն կամ լիբերալիզմ քաղաքական և փիլիսոփայական գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է անհատական ազատության, իրավունքի և հավասարության արժեքավորումը։ Ազատականությունը զարգացել է հիմնականում 17-ից 18-րդ դարերում Եվրոպայում, որպես հակազդեցություն ֆեոդալական և միապետական կարգերին։ Այն մեծ ազդեցություն է թողել նոր ժամանակների ժողովրդավարական պետությունների ձևավորման վրա։ Ազատական գաղափարախոսության համաձայն պետության դերը պետք է սահմանափակվի, ուղղված լինելով անհատի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ազատականության գաղափարների ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել լուսավորականությունը։ Այն Եվրոպայում ծագած շարժում էր, որի առանցքում ընկած էին բանականության, գիտության, կրթության և անհատի ազատության խրախուսումը։ Այս շարժման գաղափարները ստեղծեցին բարենպաստ միջավայր, որի մեջ ազատականությունն աստիճանաբար հղացավ և զարգացավ։ Առաջ բերելով այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են անհատի ազատություն, օրենքի գերակայություն, մասնավոր սեփականության իրավունք։ Սրանք էլ առաջ բերեցին ազատականությունը։ Լիբերալ ազատական բառը 1377 թվականին կարող էր նշանակել ազատ և ձեռնբաց, 16-րդ դարում կապանքներից զերծ, իսկ արդեն լուսավորության վերելքին զուգընթաց բառը հստակորեն ավելի դրական իմաստ ձեռք բերեց։ 1815 թվականին ազատականություն բառը առաջին անգամ ի հայտ եկավ անգլերենում։ Մինչ այդ ազատականության գաղափարները ձևակերպել և տարածում էին հայտնի փիլիսոփաներ Թոմաս Հոբսը, Ջոն Լոքն ու Ժան Ժակ Ռուսոն։ Թոմաս Հոբսն իր Լևիաթան գրքում ասում է. «Մարդը մարդուն գայլ է»։ Սա նշանակում է, որ առանց կազմակերպված հասարակության ու իշխանության մարդիկ միմյանց նկատմամբ դառնում են վտանգավոր, չար ու հակամարտության հակված։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մարդը բնական վիճակում անպաշտպան է և պետք է հանձնի մի մաս իր ազատությունից կառավարությանը խաղաղություն հաստատելու համար։ Ջոն Լոքն էլ ներկայացնում է այն գաղափարը, որ մարդիկ ունեն բնածին իրավունքներ՝ կյանք, ազատություն և սեփականություն։ Կառավարությունը պետք է պաշտպանի այդ իրավունքները, և եթե չի պաշտպանում, մարդիկ ազատ են փոխելու կառավարությանը։ Նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն էլ իր ամենահայտնի սոցիալական պայմանագիր գրքում շարադրում է իր տեսությունը պետական իշխանության լեգիտիմության մասին։ Նրա գլխավոր գաղափարը այն է, որ իշխանությունը պետք է ծագի ժողովրդի ընդհանուր կամքից, այլ ոչ թե թագավորի կամ օտար ուժերի։ Հետո այս գաղափարախոսությունները սիրվեցին և տարածվեցին ամբողջ աշխարհում, հաստատվեցին հավասար հնարավորություններ բոլորի համար։ Դե համարյա բոլորի։ Սակայն հետագայում լիբերալիզմը հիմք հանդիսացավ ֆեմինիզմի ստեղծմանը և կանանց իրավունքների հավասարությանը։ Բացի մարդ-պետություն հարաբերություններից, ազատականությունը նաև զարգացրեց տնտեսությունը։ Ազատականության զարգացման հաջորդ փուլը հեղափոխություններն էին։ Առաջինը անգլիական հեղափոխությունն էր, որը եղել է 1640-ից 1660 թվականներին, հանգեցրել է սահմանադրական միապետության ստեղծմանը, ինչը սահմանափակել է թագավորի իշխանությունը։ Մյուսը ամերիկյան հեղափոխությունն էր, 1776 թվական, հիմնված էր լիբերալ գաղափարների վրա, մասնավորապես լոքի գաղափարների։ Բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար և ունեն անբաժանելի իրավունքներ։ Եվ ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվական հռչակեց մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը խորապես ազդված էր լուսավորական գաղափարախոսություններից՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Ֆրանսիական հեղափոխության հիմնական կարգախոսը հենց սա էր։ Այս հեղափոխություններն ու ազատականությունը մերժում էին ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ու հենց հեղափոխություններից հետո ստեղծվեցին նոր հասկացություններ, որոնք համապատասխանում էին ազատական գաղափարախոսություններին։ Դրանցից էին հավասարությունը։ Յուրաքանչյուր մարդ, անկախ իր ռասայից, սեռից, տարիքից, կրոնից, սոցիալական ծագումից կամ որևէ այլ հատկանիշից, ունի նույն հիմնարար իրավունքներն ու ազատությունը։ Ժողովրդավարություն։ Իշխանությունը պետք է բխի ժողովրդից, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Շուկայական տնտեսություն։ Տնտեսությունը պետք է կառուցված լինի ազատ շուկայի սկզբունքներով, որտեղ մրցակցությունն ապահովում է արդյունավետություն և զարգացում։ Բազմակարծություն։ Ընդունելի են տարբեր մշակույթներ, համոզմունքներ և կենսակերպեր։ Լիբերալիզմը պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները։ Մասնավոր սեփականություն, չէ՞ որ մարդու ազատությունն ու իրավունքները ամուր կապված են իր սեփականության հետ։ Եվ ազատ մամուլ, որը ապահովում է խոսքի ազատության կիրառումը հասարակության համար, թույլ տալով լրագրողներին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին արտահայտել կարծիքներ, տարածել տեղեկատվություն և վերահսկել իշխանությունը առանց վախի կամ ճնշման։ Ազատականությունը տարածվեց աշխարհով մեկ։ Մեծ Բրիտանիայում դեռևս 19-րդ դարից հաստատվել էին ազատական կարգերը։ Անգլիական The Liberal Party լիբերալ կուսակցությունը մեծ դեր է խաղացել քաղաքական որոշումների կայացման հարցում։ Գերմանիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում կան գործող լիբերալ կուսակցություններ, սոցիալական պաշտպանություն և ազատ շուկա։
Կանադան ունի ուժեղ լիբերալ ավանդույթներ, որոնք հիմնականում արտահայտում են սոցիալական լիբերալիզմի մոդելը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ն լիբերալիզմի զարգացման գլխավոր հարթակներից է։ Իր սահմանադրության եւ անկախության հռչակագրի հիմքում հենց լիբերալ արժեքներ են։ 20-րդ դարի ԱՄՆ-ում լիբերալիզմի ակնառու դեմքերից են Ջոն Քենեդին եւ Ֆրանկլին Ռուզվելտը։ Ասիայում լիբերալ արժեքների զարգացումը բախվում է ավանդական արժեքներին, ազգային ինքնության եւ իշխանական կենտրոնացված համակարգերին։ Չնայած դրան, Ճապոնիան լիբերալ դեմոկրատական երկիր է, իսկ Հարավային Կորեայում կան լիբերալ կուսակցություններ։ Չնայած Հնդկաստանի սահմանադրությունը շատ ազատական է, իրական քաղաքականությունը հաճախ ազգային է եւ կրոնական։ Ազատականությունը, ինչպես մնացած բոլոր գաղափարախոսությունները, ունի մարտահրավերներ։ Օրինակ, ավտորիտարիզմի վերելքը, երբ ԱՄՆ-ում մի քաղաքական խումբ ստիպում էր ընդունել ավանդական օրենքներ։ Our nation must enact a constitutional amendment to protect marriage in America. Կամ պոպուլիզմի աճը։ Լիբերալ համակարգերը երբեմն բախվում են պոպուլիստ ղեկավարների, ովքեր հրաժարվում են սահմանափակվել իրավական եւ սահմանադրական նորմերով։ Ազատականության մարտահրավերներից է նաեւ ազգային ինքնության խնդիրները։ Հաճախ միգրացիայի աճը բախվում է տեղական, ազգայնական ավանդույթների հետ։ Ազատականության առաջին տեսակը դասական ազատականությունն է։ Կենտրոնում անհատի ազատությունն է, մասնավոր սեփականությունն ու սահմանափակ կառավարությունը։ Խթանում է շուկայական տնտեսությունն ու ազատ առևտուրը։ Հիմնադիրներից են Ջոն Լոքն ու Ադամ Սմիթը։ Հաջորդը սոցիալական ազատականությունն է, ընդունում է պետական միջամտությունը հանուն սոցիալական արդարության ու աջակցում է անհատի ինքնազարգացմանը։ Այս ուղղությունը ծնվեց որպես արձագանք դասական ազատականության թերություններին, հատկապես արդյունաբերական հեղափոխությունից հետո։ Հիմնադիրներից են Ջոն Ստյուարտ Միլն ու Թոմաս Հիլ Գրինը։ Նեոլիբերալիզմ այս ճյուղը ակտիվացավ 1970-ականներին՝ ի պատասխան տնտեսական ճգնաժամերի եւ կառավարության գերակշռող դերի նկատմամբ դժգոհության։ Նպատակն էր վերականգնել շուկայական ուժերը եւ նվազեցնել պետական միջամտությունը։ Մշակութային կամ քաղաքացիական ազատականություն նպատակ ունի պաշտպանել խոսքի ազատությունը, կրոնական հանդուրժողականությունը, փոքրամասնությունների իրավունքները։ Կենտրոնում անհատի ինքնության ազատ զարգացումը եւ մշակութային բազմազանության ընդունումն է։ Էկոլոգիական ազատականություն համատեղում է ազատական արժեքների ու բնապահպանական մտահոգությունները։ Ընդունում է, որ բնապահպանությունը եւ անհատի ազատությունը հակասություն չեն, այլ փոխկապակցված արժեքներ։ Այն ձևավորվեց որպես պատասխան էկոլոգիական ճգնաժամերի ու կլիմայի փոփոխությանը, հատկապես բնապահպանական վտանգների աճի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո 1991 թվականից սկսեց ձևավորվել բազմակարծիք հասարակություն, սակայն լիբերալ գաղափարները դանդաղ էին տարածվում, պայմանավորված տնտեսական ճգնաժամով, պատերազմով եւ իշխանությունների ավտորիտար միտումներով։ Այդ պատճառով Հայաստանում քիչ են բացահայտ լիբերալ քաղաքական կուսակցությունները։ Այսպիսով լիբերալիզմը պաշտպանում է մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրելու ազատ ու ապահով կյանքով, ու դա ոչ միայն պաշտպանվում է օրենքով, այլև դիտվում է որպես մարդկային գոյության անբաժանելի մաս։